Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալում սպասվում են հետաքրքիր զարգացումներ, իսկ եթե չեք հասցրել դիտել հեռուստասերիալի հերթական սերիան, ապա շտապեք, քանի որ այս սերիան բավական հետաքրքիր բացահայտումներով է։ Ինչպես միշտ, Միքայելը իր դերի մեջ է։ Երեխան արդեն տանն է և բնականաբար նա փորձում է Աննային վիրավորել, նսեմացնել, հատկապես այն բանից հետո, երբ Լիլիթը զանգահարում է Միքայելին ու ասում, որ հիվանդանոցում Աննային օգնած տղամարդը ոչ այլ ոք է, քան Սոսը։ Բնականաբար Միքայելի մոտ խանդի տեսարաններ են։ Նա չի պատկերացնում, որ Աննան ու Սոսը կարող են միասին լինել։ Իհարկե, Աննայի համար Սոսը տարիներ առաջ եղել է ամեն ինչ, սակայն նա լինելով բարոյական կնոջ կերպար, չի կարող վազել Սոսի հետևից, բայց միևնույն է, անցյալի սերը դեռ չի մոռացվել, հատկապես այն բանից հետո, երբ Աննան այսքան ժամանակ տառապում էր նրա կորստի ցավից, բայց այժմ իր դիմացը կանգնած է։ Սակայն նա հիմա տեսնում է լրիվ այլ Սոսի։ Անգելինան էլ Հենրիին ու Բեթիին միասին է տեսել և բնականաբար խանդի տեսարաններ սարքել։ Հենրին ցանկանում է Անգելինային բացել ճշմարտությունն ու ասել, որ իրենք չեն կարող միասին լինել, որ իրենք քույր ու եղբայր են, ինչպես ասել է նրանց Միքայելը, սակայն ինչ-որ բան մշտապես հետ է պահում։ Նա ստիպում է բոլորին, որ Անգելինային ասեն ճշմարտությունն ու նա ազատվի այդ բեռից, բայց Անգելինայի ծնողները նրան խնդրում են, որ հանկարծ չբացահայտի, քանի որ նրանք կարծում են, որ Անգելինան իրենցից կհեռանա։ Բայց ոչ ոք դեռ չգիտի իրական ճշմարտությունը Միքայելից բացի, ինչ է սպասվում Աննային, եթե բացահայտի, որ իր դուստրը այսքան տարի ողջ է ու ապրել է իրենից հեռու։ Ինչպես է Միքայելը նայելու Աննայի դեմքին այս ամենից հետո։ Արդյոք Աննան չի վերցնելու իր երեխային ու Միքայելից ուղղակի հեռանա։ Այս ամենը կբացահայտվի մոտակա ժամանակներում, նշենք, որ հեռուստասերիալում սպասվում են հետաքրքիր զարգացումներ։ Հեռուստադիտողների մի մասը կասկածներ են հայտնել, որ Լիլիթն ու Աննան հարազատ քույրեր են։ Քանի որ Լիլիթը եթե հարազատ արյուն լիներ Աննայի հետ, ապա այսքան չարություն անհնար էր, սակայն իհարկե իրական կյանքում էլ կան նման քույրեր, ովքեր չեն հանդուրժում հարազատ քրոջ երջանկությունը։ Իհարկե այս ամենը սերիալ է, այս ամենին պետք է դիտել որպես սերիալ, սակայն հեռուստադիտողները երբեմն կերպարին ու դերասանին նույնացնում են և դերասանին գրում այնպիսի բացասական մեկնաբանություններ, որոնք վիրավորում են նրան մինչև սրտի խորքը։ Այդպես է հենց Լիլիթի կերպարը մարմնավորող սիրված դերասանուհի Էմմա Մկրտչյանի դեպքում։ Եկեք չմոռանանք, որ դերասանները մարմնավորում են այն կերպարները, որը նրանց վստահվել է սերիալի ստեղծագործական թիմի կողմից, և առանց այդ դերասանների սերիալը չէր ունենա նման վարկանիշ։ Նշենք, որ «Վերջին զանգը» հեռուստասերիալն այս պահին համարվում է հայկական սերիալ արտադրության ամենառեյթինգային, դիտվող ու քննարկվող հեռուստասերիալներից մեկը, եթե ոչ ամենադիտվողը, քանի որ յուրաքանչյուր օր ռեյթինգային թվով դիտումներ են գրանցվում։ Դե ինչ, գրեք ձեր կարծիքները այսօրվա սերիայի մասին։ Ժողովուրդ ջան, բարև ձեզ։ Ուրեմն, ինձ հարկավոր է SMM-ի մասնագետ, ով ինձ կսովորացնի SMM։ Եթե դուք SMM-ի մասնագետ եք կամ ունեք ծանոթներ, խնդրում եմ ինձ ուղարկեք իրենց էջերը։ Շնորհակալություն։ Վերջին զանգը երկար է լինելու մեր հեռուստաէկրաններին, իհարկե այո, քանի որ Հայաստանում ամենաբարձր ռեյտինգով ու ամենահետաքրքիր սերիալն է, իհարկե պետք է լինի։ Արդեն դարձա Լիլիթ, երկու տեսան նկարվել եմ, բայց այս թորին ուրիշ բանի մասին է, կուզեմ հետ ներծրցի մախելքելոգ ու լիզվով, գիտեք ինչի, որդև ծաղկաձորում եմ, այստեղ օդը շատ մաքուր է ու ինձի մանգութունս կիշեսն է, գեղնոր մեր այսպես բնութուն կար, այսման բաներ կային, հիշեք որ գենեինք այսպես իննանի դե խորոզ գդարներ, կուզեմ սել որ կարուցել եմ սավիտ, շատ կուզեմ կալ աղրկելակ, պասպորտս եղել է կամ դի օր վերցնեմ, բայց ժամանակ չունիմ որ կամ, բայց եթե իմ հետևորդներուս մեջ կան զեմլյակներ,
իսկ վստահ եմ որ կան զեմլյակներ, կուզեմ ասել ձեզի լավ օր, սիրեմ գսաղուտ շատ։ Սովալ ձեզ բալոզ։ Հա, ինչ չենք երան։ Բներես մաման, բան չի սարքել, ժամանակ չունեմ, հորը թետևից եմ առավոտից վազում։ Ինչ անեմ, ծանուն դսել ես կիմ։ Ուշադրություն չդարձեք։ Ես զանգը շնորհավոր եմ ասում։ Հա, կինոն ես պատմում։ Ոչինչ, այսօրը չէ այդ սերիան, որ նոց։ Այսօր դու սերիա ես սպասում նայեք, բայց երևի արդեն նայել է, չէ՞ գիշեր 1000-ն։ Մենք դեռ սիամփ ենք։ Դուրս մտնենք նայենք։ Մտեք նայենք։ Մենք գտնվում ենք Ամբերտ ամրոցում, իսկ ավելի կոնկրետ թագավորական Բաղդիկում։ Քանի որ դրսում անձրև է, եկել ենք Բաղնիկ, բայց ոչ լորգանքի, պարզապես անձրևից Տղես, լավ ես մամայի գանձ։ Նայ կիսուրը ոնց է։ Չի ուզում որ տղես ինձ շատ սիրի։ Ես ստատուսը եմ շատ սիրում։ Խնդրեմ, ոնց այն է մամայի բալա մեծացրի, տենց էլ քեզ նման չի։ Կերել են։ Աղջիկներ ջան, մի կռվեք։ Երկուսը ճիշտ է։ Մենք շատ համերաշխ ենք իրականում։ Ожидание. Реальность. Դե ցուրտ է, ինչ անեմ, փորձի եմ։ Պետք է տակ պահել, էլի ես սիդա лишние нервы։ Մարզե։ Ես ինչ պայմաններում եմ ես ամուսնանում։ Միշտ երազել եմ այսպիսի խարը հարսանիքի մասին, բացօթյա, փուլով։ Ես նայեցի ձեր քվեարկության արդյունքները ու տեսա, որ շատերը նշել եք Գյումրի։ Գյումրի ես շուտով գալու եմ, բայց ոչ այսօր։ Այսօր գնալու եմ Եղեգնաձոր խաղալու ներկայացում, բայց ոչ ժամ գիտեմ, ոչ հասցե գիտեմ, առայժմ ոչ մի բանի մասին տեղեկություն չեմ կարող տալ, բայց հենց իմանալու մի անգամ իսկ կիսվեմ ձեր հետ։